տեղեկատվությունը հասանելի է մեկ հպումով, իսկ պատասխանները գեներացվում են վայրկյանների ընթացքում։ Մենք կանգնած ենք մի շեմին, որտեղ տեխնոլոգիաները ոչ թե պարզապես փոփոխում են մեր կենցաղը, այլ վերաիմաստավորում են կրթության հնարավորությունները։ Մարդկությունը տարի շարունակ փորձել է ստեղծել գործիքներ, որոնք կհեշտացնեն կյանքը, բայց այսօր մենք կանգնած ենք մի բացառիկ երևույթի առջև, որը ոչ միայն գործիք է, այլև մտածող ու զարգացող համակարգ։ Խոսքը արհեստական բանականության մասին է։ Թեպետ արհեստական բանականությունը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը, միևնույն է, աշխարհը մի օրինակ չի ընդունում։ Շատերի համար սա պարզապես տեխնոլոգիական հեշտական նորույթ է, ոմանց համար վտանգավոր մրցակից, որը կարող է փոխարինել ուսուցչին կամ զուրացնել սովորողին։ Բայց եկեք մի պահ խորենք, երբ հայտնվեցին առաջին հաշվիչները, մտածում էինք, որ երեխաները կմոռանան թվաբանությունը, սակայն մենք սովորեցինք դրանք օգտագործել ավելի բարդ խնդիրներ լուծելու համար։ Այսօր իմ նպատակն է ձեզ ցույց տալ, որ արհեստական բանականությունը ոչ թե մեր փոխարինողն է, այլ մեր թվային աջ ձեռքը։ Այն չունի մեր ոգի, մեր կենսափորձը, բայց այն ունի անսպառ արարություն, որը կարող է մեզ ազատել խտաբանական հոգնեցուցիչ աշխատանքից, թույլ տալով մեզ վերադառնալ մեր բուն առաքելությանը, ստեղծագործական ուսուցմանը և երեխայի հետ կենդանի շփմանը։ Այն արդեն մտել է մեր դասարանները, աշակերտների հեռախոսների, նրանց հետաքրքրությունների և հարցադրումների միջոցով։ Որպես մանկավարժներ, մեր առջև ծառացած է կարևորագույն մի ընտրություն՝ մնալ դիտորդի դերում, թե դառնալ այն առաջամարտիկները, ովքեր կսովորեն կառավարել այս հզոր ալիքը, ի նպաստ մեր սաների և մեր սեփական մասնագիտական աճի։ Այժմ ձեզ կներկայացնենք, թե ինչպես կարող է այսպիսի արագությամբ զարգացող գիտությունը դառնալ մեր հավատարիմ օգնականը, խնայելով մեր ժամանակը և բացելով ստեղծագործական նոր հորիզոններ։ Եկեք միասին բացահայտենք, թե ինչպես արհեստական բանականության միջոցով դպրոցական դասը դարձնել ավելի խելացի, ինտերակտիվ և արդիական։ Ասում է մարդու մտածողությունն ու սովորելու ունակությունը։ Այն կարող է հասկանալ խոսքը, գրել տեքստեր, լուծել խնդիրներ, ստեղծել նկարներ և նույնիսկ զրուցել մարդկանց հետ։ Արհեստական բանականությունը համակարգչային համակարգ է, որը կարողանում է սովորել, մտածել և կատարել խնդիրներ ինչպես մարդը։ Օգտագործվում է ցայնի ճանաչման, որոնման համակարգերի, լեզվի թարգմանության, ռոբոտների և խաղերի մեջ։ Արհեստական բանականությունն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը։ Ներկայացնենք դրական կողմերը, որ այն օգնում է մարդկանց աշխատանքում և ուսման մեջ։ Արագ է, երբեմն ավելի ճշգրիտ, քան մարդը։ Կարող է անել բարդ հաշվարկներ մի քանի վայրկյանում։ Բացասական կողմերն են։ Մարդիկ կարող են չափից շատ կախված դառնալ տեխնոլոգիաներից։ Որոշ աշխատատեղեր կարող են փոխարինվել մեքենաներով։ Եթե արհեստական բանականությունն օգտագործվի սխալ նպատակներով, կարող է շատ վտանգավոր լինել։ Արհեստական բանականությունից օգտվողների քանակը ըստ տարիների ցուցադրված է դիագրամի տեսքով, այսինքն 2024 թվականին ամենաուժեղ աճ է գրանցվել օգտվողների քանակի հետ կապված, այսինքն 50 միլիոնից հասնելով մինչև 420 միլիոնի։ Արհեստական բանականությունը մեր ժամանակի ամենահետաքրքիր և արագ զարգացող հայտնագործություններից է։ Այն չի փոխարինում մարդուն, այլ օգնում է նրան սովորել, ստեղծել և զարգանալ թվային աշխարհում։ Ինչպես է աշխատում արհեստական բանականությունը։ Այն սովորում է այն ամենից, ինչ մարդիկ ստեղծում են տեքստերից, պատկերներից, ձայներից։ Վերլուծում է այդ տվյալները և սովորում է ինչպես ճիշտ պատասխանել, հասկանալ կամ օգնել։ Կարելի է ասել, արհեստական բանականությունն ունի թվային հիշողություն և մտածելու համակարգ, ինչպես մարդու ուղեղը, բայց առանց զգացմունքների։ Արհեստական բանականությամբ ներկայացված է նաև, թե ինչպես է տեղեկատվական դաշտը և ինֆորմացիան հոսում։ Անցյալում, երբ մարդը կատարում էր տվյալների հավաքագրում և վերլուծություն, ապա այսօր արհեստական բանականությունը մշակում է տվյալները, մարդը կայացնում է վերջնական որոշում։ Սա պահանջում է նաև նոր հմտություններ, ինչպես ճիշտ ձևակերպել խնդիրը մեքենայի համար։ Արհեստական բանականությունն ունի տեքստային լավագույն գեներատորներ, որոնք օգտագործվում են կրթության ոլորտում։ Կան արհեստական բանականության շատ գործիքներ, սակայն պետք է որոշել դրանց օգտակարությունը մեզ համար, կրթության մեջ։
Ստորև կներկայացնենք արհեստական բանականության գործիքների հատուկ հավաքածու, որոնք կոչվում են արհեստական բանականության տեքստային գեներատորներ։ ChatGPT. Սա բոլորիս մեծ ծանոթ արհեստական բանականության գործիք է, այն կրթական միջավայրում ամենահասանելի եւ լայնորեն օգտագործվող բանականության գործիք գնալով ավելի տարածված է դառնում կրթության ոլորտում, փոթորկելով ողջ համացանցը։ Ներկայացված է նաև գործիքի հղումները եւ ասեմ, որ գործիքն անվճար է։ Հաջորդը Jasper գործիքն է, այս գործիքը եւս վճարովի է, սակայն ունի 5-օրյա անվճար փորձարկման հնարավորություն։ Copay-ը միակ այն լավագույն արհեստական բանականության գործիքն է, որը կարելի է գրել էսեյ, որի միջոցով կարելի է գրել էսեյի ներածություն, էսեյի պլան, կարող է տվյալ տեքստը բացատրել այնպես, ինչպես օրինակ 5 տարեկանին կբացատրի։ Կարող է տեքստը բացատրել 2 նախադասությամբ կամ եթե ցանկանանք 5, կփոփոխի հնչերանգներ, կտարաջի խաղապարներ։ Այս գործիքն անվճար է, եթե մենք օգտագործում ենք ամսական 2000 բառ։ Անսահմանափակ քանակի բառերի դեպքում այն արդեն դառնում է վճարովի։ Վրայցոնիկ գործիքը եւս վճարովի է, սակայն սկզբում առաջարկում է անվճար փորձաշրջան ծանոթանալու նաեւ գործիքի հնարավորություններին։ Եթե մենք մարդկային նպատակին գումարենք արհեստական բանականությունը, վերջնարդյունքում կունենանք գերարժանապետություն։ Ինչպես խոսել արհեստական բանականության հետ։ Որպեսզի ստանանք լավագույն արդյունք, անհրաժեշտ է օգտագործել այս կառուցվածքը՝ դեր, գումարած առաջադրանք, գումարած համատեքստ եւ գումարած ձևաչափ։ Օրինակ, դու կենսաբանության փորձառու ուսուցիչ ես, ներկայացված է որպես դեր, կազմիչ դասի պլանը, սա առաջադրանքն է, 8-րդ դասարանի համար բջջի կառուցվածքը թեմայով համատեքստ եւ ներկայացրու աղյուսակի տեսքով ձևաչափ։ Նույնը կարող ենք անել նաեւ տարբեր առարկաների համար եւ սակայն կարող ենք բացի աղյուսակից ձևաչափը ընտրել նաեւ սայթի տեսքով կամ տեքստի ձևով։ Փոքրիկ աղտնիք ներկայացնեմ նաև ուսուցիչների համար։ Որպեսզի արհեստական բանականությունն ավելի լավ աշխատի, խորհուրդ է տրվում օգտագործել դերային խաղի սկզբունքը։ Հուշումը սկսեք այսպես. դու փորձառու եւ ստեղծագործ ուսուցիչ ես, կամ դու պատմաբան ես, ով գիտի հետաքրքիր փաստեր։ Սա արհեստական բանականությանը ստիպում է փոխել իր ոճը եւ տալ ավելի մասնագիտական պատասխաններ։ Ուրեմն ասեմ, որ մինչև այս սեմինարը անցկացնելը սովորողներին հանձնարարել էին կատարեին հարցումներ, հիմա լսենք, թե ինչ են ասում մեր ուսուցիչները եւ սովորողները արհեստական բանականության վերաբերյալ։ Լսենք նրանց կարծիքները։ Ես Փանիկի միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալն եմ, Շենիկ Սրոյան, եւ պատրաստ եմ պատասխանելու մեր աշակերտների կողմից առաջադրված հարցերին արհեստական բանականության վերաբերյալ։ Գենիկ Ավոսյան, պետք է արդյոք սահմանափակել արհեստական բանականության կիրառումը որոշ ոլորտներում։ Արհեստական բանականությունը 20-21-րդ դարի ձեռքբերումներից է, նա շատ կարևոր է կյանքում, այս գիտատեխնիկական զարգացման դարաշրջանում, սակայն այն կարող է նաև խանգարել։ Նա խանգարելու երեխաների ստեղծագործական մտքի զարգացմանը, քննադատական մտածողության զարգացմանը եւ այո, իհարկե, որոշ բնակավարներում այն պետք է սահմանափակվի։ Առողջության փոխարինել մարդկանց որոշ մասնագիտություններում։ Այո, կարող է, սակայն որոշ մասնագիտություններում մարդկային գործոնն ավելի կարևոր է։ Հարցումը ներկայումս արդեն որոշ մասնագիտություններում փոխարինում է արհեստական բանականություն մարդուն, սակայն շատ մասնագիտություններ կան, օրինակ բժշկություն, մանկավարժություն, որտեղ չեմ կարծում, որ փոխարինի, քանի որ մարդկային ֆակտորը մեծ է եւ շփումը մարդկանց միջեւ շատ կարեւոր է, սոցիալական էակ է մարդը եւ շփումները շատ կարեւոր են։ Ինչ ազդեցություն է ձեզ արհեստական բանականությունը տոնի մասնագիտական դերի վրա։ Բնականաբար բնական ազդեցություն, որովհետև արհեստական բանականության միջոցով բոլոր աշխատանքները ավելի արագ են կատարում եւ ավելի արդյունավետ։ Չնայած որոշ դեպքերում կան սինխրոն թարգմանություններ, որոնք կարող են դժվար
պատասխանատուներ, իրանք շատ լավ պրոջեկտներ ունեն կիրառման համար։ Թեկուզ դասի պլանների, թեկուզ նախագծային աշխատանքների, եթե գրագետ եմ օգտագործում, շատ ճիշտ եւ արդյունավետ է։ Հավաստական բանականությունը որպես նորամուծություն շատ բնակավարների համար շատ օգտակար դեր ու ազդեցություն ունի։ Չէր կարող անմասնորեն նաև ուսուցչի պրոֆիլը եւ ուսուցչի աշխատանքի մեջ կարող է բերել շատ հետաքրքիր նորություններ, օրինակ բազմակողմանի հետաքրքիր թեմաներով լրացնելու դասը կարող է ուսուցիչը հենվել հավաստական բանականության վրա, կարող է նոր թեմաներ, նոր առաջարկներ վերցնել։ Այսինքն ինքը շատ լավ օգնում ու խթանող հատկություն կարող ունենա, ու ընդհանրապես միշտ ես կողմեմ եղել, որ համացանցներ, այս տեխնիկական միջոցները, որ մենք այս կարգավորել ենք քննադատում ենք, ճիշտ օգտագործելու դեպքում նպատակային, մենք միշտ կարող ենք կարողացնել դրական իմաստով օգտվել ու հաստատ մեր կյանքում նոր դրական նաև ուսուցչի աշխատանքի հնարավորություն։ Ինչ վտանգներ կարող է ունենալ հավաստական բանականությունը։ Ինչպիսի վտանգներ կարող է ունենալ։ Օրինակ, որոշ մասնագիտություններ կարող է իր ձեռքը վերցնել եւ մարդիկ ուղղակի չունենան աշխատանք, բայց այս դեպքում էլ կարելի է օգտագործել որպես մարդկանց օգնող միջոց։ Այսինքն ոչ թե ամբողջությամբ մասնագիտությունը վերցնի, այլ նպաստի, օգնի։ Մյուս վտանգը կարող է լինել, որ նպաստի երեխաների ուղեղի զարգացման, նվազմանը, այսինքն հիմնական հույսը դնեն արհեստական բանականության վրա եւ ուղեղը չզարգանա։ Սա նույնպես վտանգ է կարծում եմ։ Ինչով է այդպես մարդու բանականությունից։ Հավաստական բանականությունն ինչ է շատ դժվար է համարացնել որպես հին սերունդի մարդ, քանի որ ինքը շատ մեծ սպանսպարեզ է իրավիճակում, ես ինչքան իմ մասով շփվել եմ, ինքը բազմազան զարգացած մարդիկ հավելություն է փոխում։ Ժամանակ չունեմ մեկը, ու մենք կանխում չարքով դրենք, որ պատասխան ունենա, գոնե 80%-ից պատասխանները հանդես է գալիս։ Իսկ մարդու բանականությունը բնատուր երևույթ է, որը կողմը մենք փոխում ենք իշխանությամբ, այլ մեկը իշխանությունն է վերցնում ու զարգանում է երևույթությամբ։ Այսինքն մենք կարող ենք ունենալ փոքր պատահական ինֆորմացիա ուրիշ աշխարհներից, ուրիշ ոլորտներից, բայց ոչ իշխանության չկան հարստական բանականություններ։ Իհարկե շատ տարբեր են, ինքը շատ ավելի փոքր զարգացած է ու հավաքային համար մեծ կանոց ճանապարհ է բացում մարդուն։ Հաստատ տարբերությունը հավաքանի մեծ է, ինչքան ես ուսումնասիրել եմ կանոթը հարստական բանականությունից։ Իմ կարծիքով արհեստական բանականությունը համակարգչային տեխնոլոգիա է, որը ամբողջովին հեշտացնում է մարդկանց առօրյան, տարբերվում է մարդկանց իսկ նրանով, որ մարդիկ ունեն զգացմունքներ, իսկ արհեստական բանականությունը պարզապես համակարգչային ալգորիթմներով ձևավորված ծրագիր է։ Արհեստական բանականությունով արհեստական բաներ են պատրաստում, օրինակ արհեստական վիդեոներ, որոնցում տարբեր շարժումներ են ունենում։ Ինչպիսի արհեստական բանականության ծրագրեր գիտես, որոնցից ես օգտվում, եւ ինչ դեր են ունենում քո կյանքում։ Հիմնականում օգտվում եմ Gemini-ից, ChatGPT-ից, Suno-ից, բայց ավելի հաճախ Gemini-ից, օգտվում եմ օրինակ տնային աշխատանքներից կատարելուց կամ տարբեր ձևի նկարներ ստեղծելուց։ DeepSeek, ChatGPT, Suno, Կարող է արհեստական բանականությունը օգնել ուսուցման գործընթացում։ Այո, կարող է, ուղղակի պետք է իմանալ օգտվել AI-ից, արհեստական բանականությունից եւ ստուգել նրա տված պատասխանները։ Կարող է օգնել այն բանալ, որ այն ցանկացած բնակավարի վերաբերյալ աշակերտներին տալիս է տեղեկատվություն, որ նաև կարող են օգտագործել իրենց դասերի պատասխանը հարցին։ Բայց քանի որ այն դասը պատրաստի գիտելիքներ, իմ կարծիքով այն նույն գիտելիք չունենող աշակերտների Երեխաներին օգնում է ուսուցման ժամանակ, որ երեխաները ավելի լավ հասկանան դասերը։ Բացի արհեստական բանականության միջոց։ Գիտեք, մեր աշխարհը հենց հիմա փոխվում է, ու այնպիսի արագությամբ, որ երբեմն դժվար է հասցնել, իսկ այդ փոփոխության հիմքում մի տեխնոլոգիա է՝ արհեստական բանականությունը։ Դե ինչ, եկեք միասին փորձենք հասկանալ, ինչպես է այն վերաձևում մեր ապագան։ Որպեսզի պատկերացնենք, թե սա ինչքանով է հիմնարար, եկեք այսպես նայենք։ Սա ուղղակի հերթական գործիքը չէ, սա ավելի շատ նման է էլեկտրաէներգիային կամ որոշու շարժիչին,
մի բան, որը գալիս է ու փոխում է բացարձակապես ամեն ինչի խաղի կանոնները։ Լավ, բայց այն իրականում ինչպես է աշխատում։ Որպեսզի հասկանանք, թե արհեստական բանականություն ինչի է ընդունակ, պետք է այսպես ասած նայենք նրա կապոտի տակ ու տեսնենք, թե ինչից է կազմված այս նոր տեսակի միտքը։ Ամեն ինչի հիմքում փաստորեն արհեստական նեյրոնային ցանցն է։ Պատկերացրեք մեր ուղեղի մի տեսակ թվային կրկնօրինակը, միլիոնավոր փոքրիկ, իրար միացված նեյրոններ, որոնք միասին սովորում են ու մշակում տեղեկատվություն։ Բայց ինչպես է այս թվային ուղեղը սովորում։ Իրականում process-ը բավականին ինտուիտիվ է։ Ամեն ինչ սկսվում է նրանից, որ յուրաքանչյուր նեյրոն ինֆորմացիա է ստանում մյուսներից։ Հետո, ու սա ամենակարևորն է, երբ երկու կապված նեյրոններ միաժամանակ են աշխատում, նրանց միջև կապը դառնում է ավելի ամուր։ Ու ժամանակի ընթացքում այս ամուր կապերից ստեղծվում են ավելի բարդ հասկացություններ։ Օրինակ, ոտք կամ ծունկ։ Ճիշտ այնպես, ինչպես երեխան է սովորում, որ ծունկը ոտքի մասն է։ Դե լավ, այս ամբողջ տեսությունը շատ հետաքրքիր է, բայց ինչ է սա նշանակում մեզ համար հենց մեր առօրյայում։ Պարզվում է, այս սովորող ցանցերն արդեն ամենուր են։ Եկեք տեսնենք, թե կոնկրետ որտեղ։ Շրջանակն ուղղակի անհավանական է։ Մի կողմից ունենք բաներ, որոնք կյանքեր են փրկում, բժշկական ախտորոշում, տեղերի ստեղծում, ինքնակառավարվող մեքենաներ։ Մյուս կողմից այն անտեսանելի աշխատում է ամեն օր, երբ Google-ում ինչ-որ բան եք որոնում, երբ ձեր էլեկտրոնային փոստը զտում է սպամը, կամ նույնիսկ երբ ավիաընկերությունը կանխատեսում է թռիչքի ուշացումը։ Այն ամենուր է։ Բնականաբար այս ամենը չէր կարող չհանգեցնել ներդրումների պայթյունի։ Պատկերացրեք, ընդամենը 2 տարում, 2015-ից 2017 թվականներին, ընկերությունների ծախսերն արհեստական բանականության վրա աճել են ոչ թե 2, ոչ թե 3, այլ 25 անգամ։ Սա ոչ թե ուղղակի աճ է, այլ տեխնոլոգիական հեղափոխության ֆինանսական ապացույցը։ Հիմա այսքան մեծ տեխնոլոգիական թռիչքից հետո եկեք խոսենք մի բանի մասին, որը բոլորիս է առնչվում՝ կրթության։ Եթե արհեստական բանականությունն ինքը կարող է սովորել, ապա ինչպես է այն փոխում այն, թե մենք ինչպես ենք սովորում։ Այս հարցի պատասխանը փնտրելիս մենք հանդիպեցինք մի հետաքրքիր ուսումնասիրության։ Հենց Հայաստանում Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից նրանք խորապես վերլուծել են, թե ժամանակակից թվային գործիքներն ինչպես են վերափոխում օրինակ օտար լեզուների դասավանդումը։ Ու գիտեք, թե որն է ամենամեծ փոփոխությունը, որ նրանք նկատել են։ Դա մտածելակերպի փոփոխությունն է։ Եթե նույն մշակույթում ամեն ինչ կենտրոնացած էր քրագնական կանոններ անգիր անելու և թարգմանության վրա, ապա նորը պահանջում է բոլորովին այլ բան՝ կենդանի հաղորդակցություն ու գործնական իրական արդյունքներ։ Այսպիսով հետազոտողները բաժանում են այս գործիքները 3 հիմնական խմբի։ Առաջին խումբը ինքնուրույն սովորելու համար է։ Դուք հաստատ ծանոթ եք դրանցից մի քանիսին՝ Quizlet, Kahoot, որոնք ուսումը խաղի են վերածում։ Երկրորդ խումբն օգնում է համագործակցել օնլայն գրադախտակների կամ նույնիսկ փոդքասթների միջոցով, իսկ երրորդ խումբն ուղղակի ընկղմում է մեզ օտար մշակույթի մեջ, իրական տեսանյութերի ու նյութերի շնորհիվ։ Եվ այս ամբողջ տեխնոլոգիան, այս բոլոր գործիքները տեսնելիս բնականաբար ծագում է մի հարց, միգուցե նաև մի փոքր վախ։ Եթե մեքենաները կփոխարինեն ուսուցիչներին։ Եվ ուսումնասիրության պատասխանը շատ հստակ է՝ միանշանակ ոչ։ Գիտեք, այս բոլոր գործիքները կարող են լինել անչափ օգտակար օգնականներ, բայց դրանք երբեք չեն կարող փոխարինել կենդանի մարդկային շփմանը, ուսուցչի ուղղորդմանը։ Տեխնոլոգիան մնում է գործիք, ոչ թե փոխարինող։ Ինչ կրթության ոլորտում կարծես թե ամեն ինչ լավատեսական է։ Բայց եկեք մի պահ վերադառնանք մեծ պատկերին, որովհետև այսպիսի հզոր տեխնոլոգիան իր հետ բերում է ոչ պակաս հզոր ու բարդ էթիկական հարցեր, որոնցից պարզապես չենք կարող խուսափել։ Եվ որպեսզի հասկանանք, թե խաղադրույքներն ինչքան բարձր են, բավական է պարզապես լսել մեր ժամանակի մեծագույն մտածողներից մեկի՝ Սթիվեն Հոքինգի այս նախազգուշացումը։ Սա գիտաֆանտաստիկ ֆիլմի սցենար չէ, սա իրական մտահոգություն է արտահայտված փայլուն գիտնականի կողմից։ Եվ ռիսկերը շատ իրական են։ Խոսքը միայն աշխատատեղեր կորցնելու մասին չէ, դա թերևս ամենափոքր խնդիրն է։ Խոսքը ինքնավար զենքերի մասին է, որոնք կարող են որոշումներ կայացնել առանց մարդու։ Խոսքն ալգորիթմերի մասին է, որոնք կարող են ունենալ թաքնված կողմնակալություն տարբեր սոցիալական խմբերի նկատմամբ։ Ու այո, ինչպես որոշ գիտնականներ են զգուշացնում, խոսքը նույնիսկ մարդկության գոյությանը սպառնացող ռիսկերի մասին է։ Այսպիսով, այս բոլոր տեխնոլոգիական, էթիկական քննարկումները մեզ բերում են մի վերջին, գուցե թե ամենախորը հարցին։ Կարող է մի օր մեքենան իսկապես ունենալ միտք, գիտակցություն։ Սա այլևս տեխնոլոգիայի մասին հարց չէ։ Սա հարց է այն մասին, թե ինչ է նշանակում լինել մարդ։ Ու այս հարցի պատասխանը թերևս մեր սերնդի ամենամեծ մարտահրավերն է լինելու։ Ունենք նաև արհեստական բանականությամբ պատրաստված սահիկ,
որ ընդամենը պատրաստելու համար ընդամենը հարկավոր է մի քանի րոպե ժամանակ։ Արհեստական բանականությունը կրթության մեջ գիտենք առանց մեկնաբանության։ Օգտագործող գործիքներն են։ Այգը ևս պատրաստված է արհեստական բանականության միջոցով, ցույց է տալիս, որ արհեստական բանականության արհեստական բանականությունը գիտելիքի շտեմարան չէ, այլ մտածող մեխանիզմ է։ Մի հարցրեք որտեղ գտնել, հրահանգեք ինչպես ստեղծել։ Ներկայացված է նաև, թե ինչպես կարելի է ստեղծել պատկերները, ինչպես պատկերներին կարելի է տալ ոճ, լույս, տրամադրություն։ Ունենք նաև 5 ոսկե կանոն, եղեք հստակ եւ մանրամասն, տրամադրեք կոնտեքստ, շարունակեք երկխոսությունը, ստուգեք ճշգրտությունը, պահպանեք գաղտնիությունը։ Այժմ իմ գործընկերը կներկայացնի, թե 5 կարևոր կանոն, թե ինչ չի կարելի անել արհեստական բանականության միջոցով։ Մենք խոսեցինք արհեստական բանականության մասին, խոսեցինք նրա օգտակարության մասին, որ օգտագործում ենք պատասխանատու կերպով, պահպանում ենք գաղտնիությունը, ստուգում ենք երևույթները, չենք օգտագործում որպես վնասակար նպատակներով, օգտագործում ենք որպես օգնական։ Բայց մենք ունենք նաև 5 ոսկե կանոն, որը չի կարելի արհեստական բանականության հետ։ Օրինակ առաջինի վստահել փաստերն առանց ստուգելու հայլուցինացիաների։ Արհեստական բանականությունը երբեք կարող է հորինել փաստեր, ամսաթվեր կամ գրքերի հեղինակներ շատ ուզիչ տոնով, սա կոչվում է հալյուցինացիա։ Դրա համար միշտ կստուգեք բանական տվյալները, գիտական թեորիաները կամ մեջբերումները, նախքան դրանք դասարանում օգտագործել։ Երկրորդ ոսկե կանոնի մուտքագրեք անձնական կամ գաղտնի տվյալներ։ Արհեստական բանականության համակարգեր պահպանում եւ օգտագործում են ձեր մուտքագրած տեղեկությունները հետագայում սովորելու համար։ Դրա համար խորհուրդ ենք տալիս երբեք մի գրեք աշակերտների լրիվ անուն ազգանունները, հասցեները կամ նրանց առողջական անձնական խնդիրների մասին մանրամասներ, օգտագործեք ընդհանուր նկարագրությունները։ Երրորդ ոսկե կանոնի օգտագործեք արհեստական բանականության տեքստը առանց խմբագրման։ Արհեստական բանականության գրած տեքստը երբեմն կարող է լինել չոր, կրկնվող կամ զուրկ հուզական երանգներից։ Դրա համար խորհուրդ ենք տալիս արհեստական բանականությունը թողնել պատրաստի կմախքը, բայց մենք ավելացնենք ձեր կերպարի ձայնը, փորձառությունը, տվյալ դասարանի առանձնահատկությունները, ուսուցչի անհատականությունը անփոխարինելի է։ Մի մոռացեք էթիկայի եւ ակադեմիական անձնության մասին։ Եթե մենք օգտագործում ենք արհեստական բանականություն, մենք պետք է թափանցիկ լինել նաեւ աշակերտների հետ։ Խորհուրդ ենք տալիս, եթե 17-ը պատրաստվել է արհեստական բանականության պետության, կարելի է ամեն մասին բացահայտ ասել աշակերտների սեփական օրինակով ցույց տալով տեխնոլոգիայի գրագետ կիրառումը։ Եվ վերջինը մի թողեք արհեստական բանականությունը կայացնել վերջնական որոշումներ։ Արհեստական բանականությունը չի կարող լիարժեք գնահատել աշակերտի ջանքերը, հոգեվիճակը կամ առաջընթացը։ Դրա համար խորհուրդ ենք տալիս թույլ մի տվեք արհեստական բանականությանը որոշել աշակերտի վերջնական գնահատականը կամ ճակատագիրը։ Որոշում կայացնողը միշտ պետք է մնա մարդը, այս դեպքում ուսուցիչ։ Հարգելի գործընկերներ, ամփոփելով մեր այսօրվա հանդիպումը, ուզում եմ կիսվել մի կարևոր մտքով։ Արհեստական բանականությունը հաճախ համեմատում են հայերի հետ։ Այն արտացոլում է այն ամենը, ինչ մենք տալիս ենք նրան։ Եթե մենք այն օգտագործենք որպես պարզապես տեքստ գրող մեկնակ, այն այդպիսին էլ կմնա, բայց եթե մենք այն դիտարկենք որպես ստեղծագործական գործիք, այն կարող է դառնալ մեր ամենահզոր դաշնակիցը։
նախագիծը, լուսավորելով մեր սովորողների ուսումնական ճանապարհը։ Գիտենք, շատերիս մոտ դեռ կան հարցեր եւ գուցե մի փոքր անվստահություն։ Դա բնական է, բայց հիշեք, որ մանկավարժության պատմության ընթացքում մենք բազմաթիվ հեղափոխություններ ենք հաղթահարել, գրատախտակից մինչև համակարգիչ։ Եվ ամեն անգամ մենք ապացուցել ենք, որ ուսուցչի կենդանի շունչն անփոխանցելի է։ Այսքանը։